Խնդրեմ, պարոն Դանիելյան։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, դուք նշեցիք, որ քննարկումներ եք ունեցել տվյալ համայնքի ղեկավարների եւ ավականների հետ, հա, ձեր գերատեսչությունը, ինձ շատ հետաքրքրում է իսկ համայնքի բնակիչների հետ քննարկումներ եղել են, թե ոչ, ես կողմ եմ իհարկե խոշորացմանը եւ այո, խոշորացված համայնքները ել ավելի արդյունավետ են կառավարվում, բայց կարծում եմ նաեւ համայնքի բնակիչների հետ ունենք աշխատանք անելու, որտեւ շատ դեպքերում նաեւ չտիրապետելով արդյունավետությանը, խոշորացման արդյունքում ձևավորված արդյունավետությանը, համայնքի բնակիչների մոտ որոշակի այդպես անհանգստություն կա, ոնց ասեմ, մի քիչ տպավորություններ իրաց մոտ, որ իրաց գյուղերի անունները էլ չի լինի, այդպես նյուանսային հարցեր կա, էլի ճիշտ կլինի, որ իրանց հետ էլ համայնքի բնակիչների հետ էլ մշտապես այդ հարցով քննարկումներ ունենանք, որպեսզի եւ ավական, եւ համայնքի ղեկավար, եւ համայնքի բնակիչը ամբողջովին տիրապետի գործընթացը ոնց է լինում, ժամկետները ոնց են լինում, տուժվելու են իրաք, թե չեն տուժվելու, բնականաբար չեն տուժվելու, շահելու են, բայց դա կարելի է նաեւ ներկայացնել, շնորհակալ, սա խորհրդի կարգով ավելի շատ քան հարց է այլ։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, իհարկե համաձայն եմ դիտարկման հետ, ինչպես նշեցի, համայնքների խոշորացման արդյունքում բնակիչների ներկայացվածությունը խոշորացած համայնքների ավականներում, սա եւս դրա մակարդակայականորեն բարձրացել է, այսինքն նույն տեղական ժողովրդավարության տեսանկյունից, եւ ըստ էության համայնքների ավականիները այսօր կարողանում են ներկայացնել իրենց բնակավայրերի համայնքների շահերը տարբեր մակարդակներում, ինչպես նաև համայնքի ղեկավարները ավականու կողմից ընտրված, բայց միանշանակ ձեր դիտարկումը հաշվի կառնվի եւ քանի որ սա դեռ գործընթաց է, որը պետք է գնա մինչեւ տվյալ համայնքների ավականների ընտրություններ, մենք միանշանակ հաշվի կառնենք այդ դիտարկումը եւ հնարավորության դեպքում նաև քննարկումներ կկազմակերպենք բնակչության հետ։ Շնորհակալություն։